Պարոն Հարությունյան, կցանկանայի ձեր գնահատականը ինչով եք բացատրում բավական այսպես ակտիվ քվեարկություն ներդրողների համեմատությունները նաև արդեն տեղյակ 21 թվականին, սա ինչով է պայմանավորված, ընտրողներն են ակտիվ, թե այն մեղադրանքները, որոնք հնչեցնում եք ընդդիմության հասցեի, որ բերվում են Ռուսաստանից քաղաքացիներ, դա է գործում հանդիսացել եւ իհարկե չորչափով անդրադարձակ, բայց եթե հետեւել եք 3 դիմադիր ուժերի առաջնորդներն էլ այսօր եւ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը խոսել են նաեւ այսօր շարունակող ճնշումների եւ ձերբակալությունների մասին իրենց ընտրողների, իրենց աջակիցների եւ նշում են, որ սա աննախադեպ է նման բան երբևէ պատմության մեջ չի եղել, ցանկանայի որ նաեւ արձագանքեք այս գնահատականները։ Երբ որ Քոչարյանը ասում է սա աննախադեպ է, ինձ թվում է ինքը տենց բանի ստենդափի է մասնակցում, որովհետև այստեղ ներկաների գերակշիռ մեծամասնությունը ապրել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Երբ որ ընտրությունների ժամանակ եկեք գնանք մի հատ Գեղարքունիքի մարզի ցանկացած մի քիչ տարիքով մարդ կպատմի, որ ոնց են արկղերը փոխվել։ Վարչապետը վերջերս մի օրինակ բերեց, երբ որ դպրոց էինք վերանորոգում եւ այդպես հատակի փայտերի տակից տրցակներով դեմիրճան քվեարկած քվեաթերթիկներ են դուրս եկել։ Եվ մենք ասենք բան չենք արել դա ֆիքսելու համար, ես չգիտեմ էլ այդ պատմությունը, վարչապետին եմ հիմա ցիտում, որովհետև իրենից եմ իմացել դրա մասին եւ չգիտեմ դա պահպանվել է թե չէ։ Էլ չեմ խոսում մարտի 1-ի մասին։ Ես ինքս համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից եմ եղել։ Ես ինքս եղել եմ հիմա երիտասարդական շարժման հիմնադիրներից մեկը։ Եվ ես տեսել եմ, թե այդ բռնաճնշումները ոնց են լինում։ Ոնց են լինում այդ բռնաճնշումները։ Իսկ այս դեպքում կա առերևույթ հանցանք, մարդը պետք է պատասխան տա հանցանքի համար։ Այն ժամանակ, եթե դու ունեիր քաղաքական հակադիր հայացք, դու հայտնվում էիր բանտերում, կամ ճնշումների էիր ենթարկվում, կամ քեզ փորձում էին համալսարանից հանել։ Ես դա կարող եմ 100%-ով ասել։ Որևէ քաղաքական ճնշման մասին այստեղ չի կարող խոսք լինել։ Մարդիկ, այսպես ասած, կոնին քեշ եւ մեծ փող են դրել եւ դրա համար պետք է պատժվեն, որովհետեւ ընտրությունները չի ենթադրում կազինո։ Ընտրությունները ենթադրում է քաղաքական պայքար, որին կմասնակցեն քաղաքական ուժերը եւ ուրեմն կշահեն կամ չեն շահի քաղաքացիների քվեն, իրենց աշխատանքով, իրենց լիդերների կարողությամբ, իրենց լիդերների քաղաքական այսպես մտքի թռիչքով կամ դրա բացակայության պատճառով եւ այլն։ Ինչ վերաբերում է ակտիվությանը, ես արդեն ժողովրդի հարցին պատասխանելիս ասեցի, որ մենք կարծում ենք, որ դա հիմնականում գործող կառավարության աշխատանքի գնահատականն է, բայց ես կարծում եմ, որ նաև այստեղ ամենայն հավանականությամբ ավելացել են գործոնը, որ մեր քաղաքացիները, որոնք երբեմն անտարբերություն են ունենում ընտրությունների նկատմամբ, գնացել են ընտրության, որովհետև տեսել են, որ ինչ որ օտար ուժեր մեր երկքաղաքացիներին եւ քաղաքացիներին օգտագործելով փորձում են քաղաքական իրավիճակ փոխել Հայաստանի Հանրապետությունում եւ մարդը վերակացել տնից, ասել է՝ մի րոպե, ես եմ որոշող քաղաքացին եւ ես գնալու եմ եւ քվեարկեմ։ Ես չեմ բացառում, որ այս ակտիվության մեջ որոշ տոկոս կարող է լինել նաեւ այդ ապօրինի գործունեությունը եւ ընտրակաշառքը ես կարծում եմ, որ ոչ եւ արդյունքները դա ցույց կտան։ Այս կողմից, հա, բայց դուք նույն լրատվամիջոցից, չէ, ներողություն, համեցեք, եթե վերջում ժամանակ մնա, ձեզ ձայն կտամ։ Կարելի ասել, որ
կոնսոլիդացիա տեղադրված է օրենքարկում, երբ որ իշխանությունը ասում է ընդդիմադիր տեղյակը միասնական ընտրության օրը դա ստացվեց։ Դա միշտ է եղել։ Դա միշտ է այդպես եղել։ Կոնսոլիդացիան մի բան է, կարող են վարչապետի տեխնացու ունենան, բայց իրենք պետք է ունենան մեծամասնություն, որը բացառված է, որ իրենք կարող են ունենալ մեծամասնություն, թող ունենան վարչապետ տեխնացու, բայց այդ վարչապետի տեխնացուն որևէ տեղ չի հասնի։